Կարծում եմ բոլորիդ է հայտնի, կտոնի ռիսկույ է տոտնի պյոտ շամպանսկայ է կամ ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում արտահայտությունը։ Այն հայտնվել է Ֆրանսիայում եւ ունի ուղիղ նշանակություն։ Այս թեվավոր խոսքի ծագումը կապված է Ֆրանսիայում շատ հայտնի Մադամ Կլիկոյի հետ։ Նա հայտնի գինեգործ Ֆրանսուଆ Կլիկոյի կինն է եղել, որն ամուսնու մահից հետո շարունակել է գինու արտադրությունը։ Հատկապես կենտրոնացել է շամպայնի արտադրության եւ որակի բարձրացման վրա։ Այդպես հայտնվել է հանրահռչակ Կլիկոյի այրի շամպայնը, որը եղել է շատ հայտնի եւ գնահատվել է գուրմանների կողմից։ Սակայն այդ շամպայնն ունեցել է մեկ թերություն։ Շշում տեղի ունեցող խմորման արդյունքում ապակին հաճախ պայթել է լուրջ վնասվածքներ հասցնելով մարդկանց։ Հետևաբար խմիչքը նկուղից վերցնելու համար մեծ համարձակություն է պահանջվել։ Բավական շատ սոմելիեներ այդ ժամանակ ստացել են լուրջ վնասվածքներ եւ ահա առաջացել է այս արտահայտությունը՝ «Կտոնի ռիսկույ է տոտնի պյոտ շամպանսկայ կամ ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում»։ Բազմաթիվ դժբախտ դեպքերից հետո նկուղ սկսել են իջնել հատուկ համազգեստով, որը փակել է ձեռքերը եւ դեմքը։ Հետագայում, երբ կատարելագործվել է շամպայնի արտադրության տեխնոլոգիան, շշերի պայթյունը հասել է նվազագույնի։ Սակայն ասացվածքն արդիականությունը չի կորցրել, ավելին տարածվել է Ֆրանսիայի սահմաններից դուրս։